մեզ դիմող տնտեսվարողներից շատերը ասում են, ես փոխանցում եմ իրենց ասածը, որ երբ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները իրենց մոտ մտնում են ստուգումների, շատ դեպքերում տնտեսվարողը հետ համաձայն չի լինում են դեպքեր բավականին հաճախ ըստ ինձ ասած այդ տեղեկությունների, երբ որ ստուգման ընթացքում խախտում չի հայտնաբերում, այսինքն կարող է մարդու մի շաբաթ հետևեն ՀԴՄ ստուգումներ անեն, ոչ մի բան չգտեն, հետո ասեն ամեն դեպքում մի հատ ինչ-որ ակտ պիտի գրենք։ Ես դες ուղիղ փոխանցում եմ այն ինչ ասում են ու հիմնավորումն է հաջորդիվ հետաքրքիր, որ ասում են դե առաջին բյուջե պիտի լցենք, բառացի են ցիտում, եւ երկրորդ ասում են ոնց կլինի մտնենք ստուգման, ակտ չգրենք, մեզ դրա համար չեն ների։ Ես ուզում եմ հստակ ձեզանից այդ պատասխանը լսել, որ մեր տնտեսվարողներն լսեն, որ չի կարող լինել բյուջեի պլան իմպերատիվ, այսինքն որ տեսուչը կատարի, եւ եթե տեսուչը որևէ խախտում չի հայտնաբերում, չի կարող լինել նաեւ խախտման պլան, որի համար ինքը պատասխանատվության կենտրոնի, որ այդ արգումենտներով տնտեսվարողների հետ երբ շփվեն, մեր այս հարցու պատասխանը վերցնեն, միացնեն ձայնագրությունը ու ցույց տան համապատասխան տեսուչներին։ Որովհետև ինչքան մեկ մարդկանց ասում ենք դուք ասեք որ տեսուչներն են եղել, ինչ է եղել, իրոք մեզ այդ ինֆորմացիան չեն տալիս, որովհետև կաշկանդվում են իրենց հետագա հարաբերություններում պետական եկամուտների կոմիտեի հետ։ Կալություն հարցի համար, պարոն Թունյան, ես ամենայն պատասխանատվությամբ այս ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որևէ նման հանձնարարական եւ պլան գոյություն չունի պետական եկամուտների կոմիտեում։ Եվ իհարկե իրականության մեջ կարող են լինել դեպքեր եւ այստեղ ենք առիթ ունեցել խոսելու դրա մասին եւ ես նույնիսկ հնչեցել եմ, ասել եմ, եթե կա այդպիսի դեպք, ուղիղ ինձ տեղեկացրեք, ավելին մի հատ էլ տենց հատուկ էլեկտրոնային մեյլ ենք բացել իմ անունով, որ քաղաքացին կարող է ուղիղ ինձ գրել նույնիսկ անանուն, եթե կարիքը կա, այսինքն ես պատրաստ եմ համագործակցել ցանկացածի հետ եւ պատասխանատվության ենթարկել նման իրավիճակները, իսկ նշեցի, այսինքն ներքին մշակույթը պլանային չի այլևս վաղուց պետական եկամուտների կոմիտեում եւ եթե դուք նկատել եք, ես էլ օրինակ երբեք պլան արտահայտություն չեմ օգտագործում, ես ավելի շատ ասում եմ ծրագիր կա բյուջեով, ասենք կամ կանխատեսումներ, որից շեղումների մասին ենք խոսում, հիմա այդ երևույթը չկա, ավելին ասեմ, մենք երբ որ օրինակ ստուգման ենք ուղարկում, ես ինքս այդ հանձնարարագիրը ստորագրում եմ օրինակ ստուգման, դա հիմնվում է հստակ վերլուծությունների վրա, այսինքն եթե այդ ռիսկը վերլուծվել է ու հիմնավորվել է, որ այդ ռիսկը կա, այդ դեպքում է տեսուչը այց կատարում տնտեսվարողի մոտ, թե այնտեղ ինչ վարքագիծ է դրսևորում, եթե կա նմանատիպ դրվագեր, մենք պատրաստ ենք համագործակցել ու պատասխանատվության ենթարկել ու ավելին ասեմ, նաև այս տեսանկյունից երևի առիթ տվեցիք նաև արտահայտվեմ դրա մասին, մենք այս տարի բոլոր հարկային ծառայողներին անցկացրել ենք պատրաստման դասընթացները, որտեղ կար նաև բարևարկության էլեմենտ եւ տարբեր փուլերից միասին 90-ից 100 աշխատակից դուրս են մնացել։ Այսինքն մենք նաև այդ ուղղությամբ ենք ջանքեր ներդնում, որ իրանց մոտ եւ բարևարկությունը բարձրանա եւ արհեստավարությունը բարձրանա, որ հանկարծ այսպիսի բաներ թույլ չտան։